Բարև սիրելի երեխաներ, եթերում Կոմիքս ռադիոն է, հաղորդում բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կոմիքսներն ու սուպերհերոսներին։ Ես Դոմինիկ Սևոմյանն եմ, այսօր ես ձեզ կպատմեմ ամենաուժեղ սուպերհերոսի անհավանական Հալքի մասին։ Դուք իհարկե գիտեք, թե ով է նա հսկայական, կանաչ և անհավանական ուժեղ սուպերհերոս է։ Բայց գիտեք, թե ինչպես նա այդպիսին դարձավ։ Հալքը ստեղծվել է 1962 թվականին, նրան հորինել են լեգենդար կոմիքսագիր Սթեն Լին և նկարիչ Ջեք Քիրբին։ Առաջին անգամ նա հայտնվեց The Incredible Hulk կոմիքսի առաջին համարում, և այդ օրվանից նրան ճանաչում և սիրում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Բայց եկեք հասկանանք, ով է Հալքը իրականում։ Իրական կյանքում նրա անունը Բրյուս Բեններ է։ Նա հանճարեղ գիտնական էր, որը աշխատում էր Գամմա ռումբ ստեղծելու վրա։ Մի օր, երբ նա փորձարկում էր այդ ռումբը, նկատեց, որ մի տղա հայտնվել է վտանգավոր գոտում։ Բրյուսը վազեց նրան փրկելու, բայց ինքը ենթարկվեց հզոր գամմա ճառագայթման։ Այդ օրվանից նրա հետ տարօրինակ բաներ սկսվեցին տեղի ունենալ։ Ամեն անգամ, երբ նա բարկանում էր կամ ուժեղ հույզեր էր ապրում, նա վերածնվում էր հսկայական կանաչ հսկայի՝ Հալքի։ Հալքն ունի անհավանական ուժ։ Նա կարող է բարձրացնել տանկեր, կոտրել պատեր և անգամ ցատկել մեծ տարածությունների վրայով։ Որքան ավելի է նա բարկանում, այնքան ավելի ուժեղ է դառնում։ Բայց Հալք լինելը հեշտ չէ։ Երբեմն Բրյուսին դժվար է կառավարել իր հույզերը, և նա կարող է ավերել ամեն ինչ։ Այդ պատճառով նա փորձում է վերահսկել իր ուժը ու օգտագործել այն միայն բարի գործերի համար։ Հետաքրքիր փաստ՝ առաջին կոմիքսում Հալքը կանաչ չէր, այլ մոխրագույն։ Բայց հետո նկարիչները որոշեցին նրան կանաչ դարձնել, քանի որ այդ գույնը ավելի լավ էր երևում կոմիքսների էջերում։ Չնայած նրան, որ Հալքը հաճախ կռվում է չարագործների հետ, նա չարագործ չէ։ Իրականում նա բարի է, պարզապես դժվարությամբ է կառավարում իր ուժը։ Նա պայքարում է արդարության համար, պաշտպանում է թույլերին և օգնում է այլ սուպերհերոսներին, ինչպես օրինակ Երկաթյա մարդուն, Կապիտան Ամերիկային և Թորին։ Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ձեր ներսում կարծես արթնանում է սուպերուժ, հատկապես երբ բարկանում եք։ Իհարկե, իրական կյանքում Հալք դառնալ չի կարելի, բայց կարելի է սովորել կառավարել հույզերը, ինչպես դա անում է Բրյուս Բեները։ Հիշեք, իսկական ուժը միայն մկանները չեն, այլ նաև ինքնակառավարումը և ուրիշներին օգնելու կարողությունը։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն, որ լսեցիք Կոմիքս ռադիոն։ Մինչ նոր հանդիպումներ, սիրելի ընկերներ։